Ողջունում եմ ձեզ, սկսում ենք Java-ի դասընթացները, Java ծրագրավորման լեզվի դասընթացները, եւ այս դասում կծանոթանանք Java-ի հետ, կհասկանանք թե ինչ է Java-ն, տարբերությունները այլ ծրագրավորման լեզուների հետ, իսկ հիմա նախ եկեք մի փոքր խոսենք ծրագրավորման լեզուների մասին եւ տեսնենք թե Java-ն ինչ տեղ ունի այնտեղ։ Բոլոր ծրագրավորման լեզուները պայմանականորեն կարելի է բաժանել 3 մեծ խմբի։ Առաջինը սկրիպտային լեզուներ, երկրորդը լեզուներ, որոնք աշխատում են վիրտուալ մեքենայով, եւ երրորդը native լեզուներ։ Եկեք սկսենք երրորդ կետից։ Ինչու են այս լեզուներին անվանում native լեզուներ։ Այս ծրագրավորման լեզուներով դուք գրում եք ծրագիր, որը ծրագրային կոդից փոխակերպվում է պրոցեսորային հրամանների, եւ այս տիպի ծրագրավորման լեզուները կապված են համակարգի հետ, որում կատարվել է կոմպիլյացիան։ Ինչ է նշանակում կոմպիլյացիա։ Կոմպիլյացիան կարելի է բացատրել հետևյալ կերպ։ Եկեք պատկերացնենք ինչ-որ մի արկղ, որտեղ մուտք է գործում մեր գրված ծրագրային կոդը եւ դուրս է գալիս ֆայլ։ Եթե օրինակ դուք օգտագործում եք Windows օպերացիոն համակարգ, այդ ֆայլը կլինի exe ֆայլ։ Այս ֆայլերը կազմված են մեքենայական կոդից, որոնք կատարում է մեքենան, եւ այստեղ կա մի մեծ խնդիր։ Հենց այս մեքենայական կոդերը սերտորեն կապված են այն համակարգի հետ, որտեղ որ նրանք կատարվել են։ Օրինակ, եթե դուք ուզում եք x86 պրոցեսորի վրա աշխատացնել հրամաններ, ծրագիր, որը կոմպիլացված է եղել ARM պրոցեսորներում, ապա դա չի աշխատի։ Այսինքն ծրագիրը, որը ստեղծվել է հեռախոսների համար, չի աշխատի համակարգչում։ Գնանք առաջ։ Ամենավերևի մակարդակի լեզուները, առաջի կետը այսինքն։ Դրանք սկրիպտային լեզուներ են։ Նախ հասկանանք, թե ինչ են սկրիպտային լեզուները։ Սրանք այն լեզուներն են, որոնց ծրագրային կոդը գրվում է սովորական տեքստային խմբագրիչներում եւ ոչ մի կոմպիլյացիա տեղի չի ունենում։ Այլ խոսքերով ծրագիրը օգտվողների շրջանակում տարածվում է տեքստային ֆայլերով։ Ինչ կերպով է աշխատում ծրագիրը։ Եկեք բերենք մի օրինակ։ Ենթադրենք ունենք Python սկրիպտային լեզվով գրված մի ծրագիր, սա սովորական տեքստային ֆայլ է, որը չի կարող աշխատել ինչպես օրինակ exe ֆայլը։ Այստեղ ուղղակի ծրագրավորողը գրել է կոդ, որը դեռ պրոցեսորի համար չի համարվում հրամաններ, եւ դրա համար համակարգում պետք է տեղադրված լինի ինտերպրետատոր։ Ինտերպրետատորը վերցնում է այս ֆայլի պարունակությունը եւ վերափոխում պրոցեսորի համար հրամանների։ Այլ խոսքերով, այս ծրագիրը կարող է աշխատել այն բոլոր համակարգերում, որտեղ տեղադրված կլինի ինտերպրետատոր։ Բայց այստեղ կա մի շատ մեծ խնդիր, դա ժամանակի ծախսն է։ Ժամանակի ծախսը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ինտերպրետատորը սովորական կոդը փոխում է մեքենայական կոդի, եւ այս պատճառով ծրագիրը սկսում է դանդաղ աշխատել։ Եվ այսպես երրորդ տիպի լեզուները աշխատում են արագ, բայց միայն այն համակարգում, որտեղ որ նրանք կոմպիլացված են։ Առաջի տիպի լեզուները աշխատում են բոլոր այն համակարգերում, որտեղ կա ինտերպրետատոր, բայց բավականին դանդաղ են։ Իսկ չկան այնպիսի լեզուներ, որոնցով ստեղծված ծրագիրը գրեթե բոլոր համակարգերում կաշխատի եւ չի լինի այնքան դանդաղ, ինչպես առաջի տիպի լեզուներն էին։ Իհարկե կան այդպիսի ծրագրավորման լեզուներ եւ դրանցից մեկն է Java-ն։ Ընդհանրապես այս լեզուները օգտագործում են վիրտուալ մեքենաներ։ Ենթադրենք դուք ունեք Java-ով ստեղծված ծրագիր main.java, որպեսզի ձեր կոդը դառնա ծրագիր կամ մի համակարգ, որը ձեր գրած կոդը դարձնում է byte կոդի։ Byte կոդը դա դեռ հրամաններ չէ պրոցեսորի համար, բայց սա արդեն ուղղակի տեքստային ֆայլ էլ չէ։ Այսինքն այդ համակարգը սովորական կոդը վերափոխում է պրոցեսորի հրամաններին շատ մոտ մի կոդի, որը կարելի է տեղափոխել ցանկացած համակարգ։ Եվ միայն ծրագրի աշխատացման ժամանակ վիրտուալ մեքենան այդ byte կոդը վերափոխում է պրոցեսորի հրամանների։ Արդյունքում կոմպիլյացիայի մի մասը արդեն կատարվել էր եւ ծրագրի աշխատացման ժամանակ մնում էր մի փոքր մաս, եւ այս ամենի արդյունքում մենք ստանում ենք պլատֆորմից անկախ ծրագիր, որը կարելի է տեղափոխել ցանկացած համակարգ։
Եվ այդ ծրագիրը աշխատում է բավականին արագ համեմատած առաջին տիպի լեզուների հետ։ Ինչպես հասկացանք, Java-ում ծրագրավորումը կազմված է մի քանի էտապներից։ Առաջինը ծրագրային կոդի գրելն է, երկրորդը բայթկոդի վերափոխումն է, այս երկու կետերը կատարվում է ծրագրավորողի կողմից, իսկ երրորդ կետը ծրագրի աշխատացումն է օգտվողի մոտ, որի ժամանակ բայթկոդը վերափոխվում է պրոցեսորային հրամանների։ Այս դասում այսքանը, իսկ հաջորդ դասում կխոսենք, թե Java-ն ինչ տեսակներ ունի, ինչ է պետք Java-ի հետ աշխատելու համար, կներբեռնենք անհրաժեշտ ծրագրերը, կտեղադրենք և կսկսենք արդեն Java-ի կոդի հետ աշխատել։ Մինչ հաջորդ դաս։